Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ պետք է գնալ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից, այլ արդարության։ Վարչապետի խոսքերով մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Պատմաբան Գագիկ Սաֆարյանի խոսքերով վարչապետը շեշտադրում է իրական Հայաստանի օրակարգը։ Մենք այսօր գտնվում ենք աշխարհաքաղաքական նոր ձևավորվող համակարգի կամ նոր աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, որտեղ պիտի ուրեմն պետությունների հետ ունենանք դիվանագիտություն, որի հիմքում պիտի լինի խաղաղությունը եւ կայուն անվտանգությունը։ Երբեք մենք չենք կարող ասել, որ հայոց ցեղասպանություն չի եղել, երբեք մենք չենք կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կամ Արցախի հանրապետություն չի եղել, երբեք մենք չենք կարող չասել, որ չենք ունեցել պատմական Հայաստան եւ այլը, բայց սա այլ խնդիր է։ Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ պետք է մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտեն եւ առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության իրական Հայաստանի տրամաբանությամբ եւ իրական Հայաստանը պաշտելու մտածելակերպով։ Այն ուժերը, որոնք այսօր դեմ են կանգնում կառավարության օրակարգին, պատմաբանի դիտարկմամբ ունեն մեկ նպատակ՝ ռևանշիստական վրեժխնդիր մոլուցքով ուրեմն զավթել հանրապետության կառավարության կամ վարչապետի աթոռը։ Դե ես պիտի ասեմ, որ վարչապետը նաեւ մի շատ ճիշտ բան ասեց, որ ասեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատանդ է եղել իր իշխանությանը, շատ ճիշտ է ասել։ Նաև Հայաստանում մեր ժողովուրդը պատանդ է եղել ավելի քան 40 դար իր իշխանությանը եւ շատ ճիշտ է ասել։ Բոլոր այն գործիչները, որոնք բղավում են թե կան իշխանության Ղարաբաղն հետ բերելու, ըստ Սաֆարյանի զբաղված են պարզ մանիպուլյացիայով։ Նախ այդ ուժերի եթե չասեմ 90, ապա 70-ից 80%-ը ճանաչում եմ անձնական շփումների արդյունքում։ Այդ ուժերի ավելի քան մեծ մասը ներկայացուցիչները չունեն պատմական արդարության վերականգնելու, ոչ միայն պատմական արդարության, այլև հայոց պետականությանը նվիրված աշխատելու արժի համակարգ։ Նրանց անցած ճանապարհը լի է անբարոյական փաստերով, պետության հանդեպ ունեցած կոռումպացված եւ շահամոլ վերաբերմունքով եւ այն անձնավորությունները, որոնք առաջնորդում են այդ ուժերին, ուրեմն ես պիտի ասեմ նրանց գործելակերպը Հայաստանի Հանրապետության կառավարության կասեմ կամ պետական իշխանության ուրեմն ամենաբարձրադիր մարմիններում եղել է անբարոյականությունը, եղել է կոռուպցիան, եղել է մեր ժողովրդից հեռու լինելը, ես պիտի ասեմ, որ նրանք եթե եւս մենք տարի շարունակեին իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության ուրեմն կառավարության կամ պետական իշխանության բարձրագույն մարմիններում հստակ կերպով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կործանված է լինելու կամ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն դադարելու էր գոյություն ունենալուց։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար